Ողջույն բոլորին։ Այսօր մենք կխոսենք մի դեպքի մասին, որը 1953 թվականին ստիպեց ողջ աշխարհին շունչը պահած հետևել Ֆիլիպինների մայրաքաղաք Մանիլայից եկող լուրերին։ Սա սովորական քրեական պատմություն չէ։ Սա մի պատմություն է, որտեղ բախվում են բժշկությունը, ոստիկանությունը եւ անբացատրելի հոգեվոր ուժերը։ Պատմություն մի աղջկա մասին, ում մարմնի վրա հարյուրավոր մարդկանց աչքի առաջ հայտնվում էին անտեսանելի էակների կողմից արված արյունոտ կծածներ։ Ձեզ եմ ներկայացնում Կլարիտա Վիլյանուևայի եւ Լեսթեր Սամրալի ցնցող պատմությունը։ Ամեն ինչ սկսվեց Մանիլայի քաղաքային բանտում։ 17 տարեկան Կլարիտան ձերբակալվել էր թափառաշրջիկության համար, բայց հենց առաջին գիշերը բանտախցից լսվեցին սրտաճմլիկ ճիչեր։ Պահակները, ներս վազելով, տեսան սարսափելին։ Աղջիկը օդում գալարվում էր, իսկ նրա մարմնի վրա հայտնվում էին մարդկային ատամների խորը հետքեր։ Քաղաքի գլխավոր դատաբժիշկը դոկտոր Մարիանո Լարան սկզբում թերահավատ էր։ Նա կարծում էր, թե սա հիստերիա է։ Բայց երբ նա իր սեփական մատը դրեց աղջկա մարմնի վրա եւ զգաց անտեսանելի ատամների սուր հարվածը, նա սփռտնեց։ Նրա պաշտոնական զեկույցում գրվեց, որ նա տեսնում է կծածները, բայց չի տեսնում կծողին։ Լուրերը կայծակնային արագությամբ տարածվեցին։ Time ամսագիրը եւ միջազգային լրատվամիջոցները գրում էին դիվահար աղջկա մասին։ Հենց այդ օրերին Մանիլայում էր գտնվում ամերիկացի քարոզիչ Լեսթեր Սամրալը։ Նա պատմում է, որ հյուրանոցի սենյակում աղոթելիս զգացել է Աստուծո հստակ ձայնը, որն ասում էր, որ նա պետք է գնա եւ ազատի այդ երեխային։ Սամրալը հեշտությամբ չմտավ բանտ։ Իշխանությունները ծաղրում էին նրան, բայց երբ բժշկությունն ու գիտությունը զենքերը վայր դրեցին, քաղաքապետը հուսահատ քայլի դիմեց եւ թույլ տվեց նրան մտնել խցիկ։ Կլարիտան նայեց նրան եւ խոսեց։ Բայց դա Կլարիտան չէր։ Աղջիկը, ով երբեք անգլերեն չէր սովորել, սկսեց մաքուր անգլերենով հայհոյել եւ ծաղրել Սամրալին, ասելով, որ նա իրենց չի հաղթի։ Սկսվեց հոգեվոր պատերազմը։ Սամրալը կանգնեց աղջկա դիմաց եւ Հիսուսի անունով հրամայեց անմաքուր հոգիներին հեռանալ։ Երբ Կլարիտա Վիլյանուևան վերջնականապես ազատվեց, դա դարձավ միայն մեծ իրադարձությունների սկիզբը։ Այդ օրվանից հետո Մանիլայում սկսվեց մի բան, որը պատմաբաններն անվանում են մեծ արթնություն։ Լեսթեր Սամրալը սկսեց բացօթյա հանդիպումներ անցկացնել Ռիզալ պարկում։ Ամեն օր այնտեղ հավաքվում էր 60,000-ից մինչև 100,000 մարդ։ Սա միայն կրոնական հավաք չէր, դա հոգևոր պայթյուն էր։ Հազարավոր մարդիկ բժշկվում էին հիվանդություններից, հանցագործները հանձնում էին իրենց զենքերը, իսկ քաղաքի բարոյական մթնոլորտը կտրուկ փոխվում էր։ Լեսթեր Սամրալը հետագայում գրեց, որ Կլարիտայի դեպքը բացեց Ֆիլիպինների հոգևոր երկինքը։ Այսպիսով, սա միայն մեկ աղջկա փրկության պատմություն չէր։ Սա պատմություն է այն մասին, թե ինչպես մեկ մարդու հնազանդությունը կարող է արթնացնել մի ողջ ազգ։ Կլարիտան ազատվեց իր շղթաներից, որպեսզի մի ողջ ժողովուրդ տեսնի ազատության ճանապարհը։ Մինչ օրս Ֆիլիպինները համարվում են Ասիայի ամենաքրիստոնեական երկրներից մեկը, եւ շատերը հենց 1953 թվականի այդ դեպքերն են համարում այսօրվա հզոր հավատքի հիմնաքարը։ Շնորհակալություն, որ դիտեցիք այս պատմությունը։ Դուք կարող եք կիսվել ձեր մտքերով մեկնաբանություններում։ Մինչ նոր հանդիպում։